մի եղբայր ֆինանսական խնդիրներ ա ունենում, երևի պատմել եմ այս պատմությունը։ Գնում ա Մոսկվա աշխատելու, բայց ընդեղը չի ստացվում գործերը։ Ու խոնավ երկրներում իրականում որ անձրև է գալիս, շատ օրերով անձրևն է գալիս, Եվրոպայում էլ։ Այն որ հոգնում ես արդեն, բայց չես կարող տրտմես, որովհետև Աստծո ստեղծագործությունն է, ինչ կարաս անես, օրերով անձրև է գալիս Աստծո ժողովը, չես կարող դուրս գաս մաքուր օդին։ Այս եղբայրը ուրեմն տրտմած տնից դուրս է գալիս ու աղոթում ասում է, «Թի էլի, Տեր Աստված, ախր ես քո կամքով եմ»։ Իրականում ինքը Տիրոջ կամքով է գնացել։ Ինչ եղավ, ես ինչն եմ սխալ արել, եկել եմ որ դու ինձ թողել ես։ Իմ ընտանիքը Հայաստանում է, ես տեղ մենակ եմ, չի ստացվում ու խոսում է իր հետ։ Աստված խոսում է իր հետ։ Ու իրականում ինքը ունենում է հայտնություն, ասում է հələ կողքերդ նայի։ Գլխիկոր գնում է ինքը, սուս նայում ասում է ինչ ես տեսնում, ասում է ուժեղ անձրև եմ տեսնում, Տեր։ Սելավ։ Ասում է հələ մի հատ քեզ նայի։ Ինքն էլ առանց անձրևանոցի, չոր ինքը։ Ասում է դու տենում ես որ ես քո հետ եմ։ Ոնց կարամ ես քեզ թողնեմ, զավակս։ Դու մենակ հավատա ինձ, ամբողջ անձրևի տակ ինքը մի կաթիլ լուր չի լինում իր վրա։ Ու այդ եղբայրը Փառք Հիսուսին հոգևոր բժշկություն անանում, ավետարանն ասում է, եթե միայն այս կյանքի համար ենք մենք Հիսուս Քրիստոսի վրա հույս դրել, բոլոր մարդկանցից ավելի վատ, խղճալի վիճակում են։